Լայն համախմբման գործընթաց են սկսել Հայաստան բռնագաղթած արցախահայերը։ Վերջի քննարկումների ժամանակ Հայաստանի գործադիր իրենց 12 կետանոց պահանջագրի ընդամենը 5 կետին է արձագանքել։ Որն էլ պատշաճ կերպով չկար պատասխան, հիմնականում կարելի ասած մերժվեց։ Ինչ գերիների, անհետ կորածների, վերադարձի հարցեր։ ՀՀ կառավարությունը բռնի տեղահանված հայերին նաև գրավոր է ասել, Արցախի հարց էլ չկա։ Կան արցախցիների սոցիալական հարցեր, որոնց լուծումների մասին իրենք դեռ մտածում են։ Էլի տանում են նրան, որ իբր թե արցախցին եկել պայքարում է ուտելու համար, ստամոքսի համար, որը այդպես չէ։ Մայր Հայաստանից տուն չեն ուզում, Ազատության հրապարակում վրան խփած այս մարդիկ ժամանակավոր կացարան են ուզում։ Որպեսզի օր առաջ հենց ճանապարհ բացվեց, հենց եղավ պայման Արցախ գնալու, մենք գնալու ենք Արցախ։ Մայր Հայաստանից փող չեն ուզում, ընդամենը մինչև տունդարձը ապրելու միջոց։ Ինքը չի ասում ուզողի դերում, ասում է տվեք այն գոնե գոյատևելի ապրելու հնարավորությունը, որ ես իմ հույսը հավատը հետ վերադարձ Արցախ չկոտրեմ ու չարտագաղթեմ։ Բռնի տեղահանված հայերը կառավարության ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումների ժամանակ համոզվել են, Փաշինյանի թիմն առաջնորդվում է չկա մարդ, չկա պրոբլեմ սկզբունքով։ Եթե Հայաստանից արտագաղթի արցախահայերի համայնքը, օրակարգից դուրս կգա պահանջատիրության հարցը, կկրկնվի Նախիջևանում պատահածը։ Պառակտումն է մեզ թողել անտուն անհայրենիք, բայց այսօր մենք չպիտի թույլ տանք, որ շարունակվի։ Արցախում մի քանի պատերազմ տեսած, մի քանի անգամ տուն կառուցած հայը, ինչու պետք է հանկարծ մակաբույծի վերածվի, հարցնում են բռնի տեղահանվածները։ Բնակապահովման ծրագիրը այն ձևի է մշակված, որ չի համապատասխանում այսօրվա իրականությանը։ Տուն չեն տալիս, վարձով տները անասելի թանկացել են, իսկ Հայաստանի կառավարությունը որոշել է ապրիլի 1-ից դադարեցնել 40+10 հազարների ծրագիրը։ Աշխատած գումարով ապրեն, թե մի կտոր ցամաք հաց գնեն։ Civilnet-ի մեր գործընկերները պարզել են, որ Հայաստանում աշխատող արցախցիների 55.6%-ը մինչև 120,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Արցախցիներն են պահանջում, համեմատաբար, մեկ էլ Ալիևն է պահանջում։ Ալիևի պահանջը անդրադառնում են, խոսում են, այս մեկ էմուս, բայց ժողովրդի իր ազգի ներկայացուցիչ պահանջին շաբաթներ սպասի, ամիսներ բանարա, տարուկեսվա մեջ քննարկում են։ Ըստ տնտեսագիտական հաշվարկների բռնի տեղահանված արցախցիները Հայաստանի բյուջեի վրա երբեք հավելյալ բերդ չեն եղել։ Արցախի հանրապետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանից ստանում էր 144 միլիարդ դրամ պետական աջակցություն, որը մեկ հոգու հաշվով ամսական 100,000 դրամ է։ Այսինքն Արցախին պետական կարիքների համար հատկացվող փողը Արցախը հանձնելուց հետո արցախցիներին տվել են աջակցության անվան տակ ու ընդամենը մեկ անգամ։ Աջակցության մյուս ծրագրերը, օրինակ 40+10,000 դրամները, ըստ մասնագետների, ՀՀ կառավարությունը իրականացրել է ամերիկացիների, եվրոպացիների հաշվին։ Միայն Վաշինգտոնից միայն մեկ տրանշով 11.5 միլիոն դոլար է հատկացվել Հայաստանին բռնի տեղահանված հայերի կարիքները հոգալու համար։ Արցախցիները մի ձեռքով ստացել են այդ գումարը, մյուսով տան վարձ տվել։ Արցախցին չի գնացել, չգիտեմ, ինչ որտեղ պարտվել, չգիտեմ, օնլայն կազինո խաղացել, չգիտեմ, եւ այլն, պարտվել մնացել առանց բնակարան։ Ու քանի որ Փաշինյանը արցախցիների հետ հանդիպումներից ամեն կերպ է խուսափում, բռնի տեղահանված հայերը Հայաստանի վարչապետին լրագրողների միջոցով են հիշեցնում։ Երբ հանձնում էր Արցախը, ասում էր նախկինները, Ռուսաստանը, ֆլանը, ֆստանն են մեղավոր, ինքը ոչինչ չէր կարող անել։ Հիմա Արցախցին Հայաստանում է։ Փաշինյանն էլի ոչինչ չի կարող անել, թե չի ուզում։ Ժողովուրդ մեզ նայեք, նորից եմ ասում, որպես ցավալի օրինակ, բայց մենք ստեղից չեք ուզում արտագաղթենք, որովհետև մեզ անելիքներ ունենք, մեր անելիքը մեր Սուրբ Արցախը վերադարձնելն է։ Արփիս Քեսյան, Դարաշ Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։